ծնողը կամ հիվանդապահը ավելի ծանր է զգում հիվանդի կամ իր զավակի հիվանդությունը ցավը, քան թե զավակը։ Երբեմն երեխաների հիվանդ են ծնվում եւ մարդիկ մտածում են, այս անմեղ երեխան ինչ մեղավոր էր, որ հիվանդ ծնվեց։ Ծնողների մեղքը ինչու փոխանցվեց, չէ։ Այդ երեխան հիվանդ լինելով ծանրություն այդքան չի զգում։ Այդ ամբողջ ծանրությունը ծնողի վրա է։ Ծնողն է ապաշխարում հիվանդ երեխայի հիվանդության ընթացքում։ Ոչ թե երեխան։ Երեխան իր ամբողջ հոգսը հանձնել է մեղավոր ծնողին, եթե մենք համարում ենք, որ ծնողի մեղքի պատճառով է եղել, իհարկե դա միայն Աստծուն է հայտնի, ոչ ոք չի կարող ասել, թե ում մեղքի պատճառով ով այսպես ծնվեց, բայց այդ ամբողջ իր բեռը երեխան հանձնել է ծնողին եւ ծնողը իր գործած մեղքի համար երեխայի հիվանդության պարագային ապաշխարում է, ամբողջական ապաշխարում է եւ թողության է արժանանում, եթե ինքը գիտակցում է այդ ամբողջը։ Այսինքն հոգևոր իմաստով, այո, ծնողը, հայրը, ուսուցիչը, վարդապետը, խոստովանահայրը կարող է զգալ, ավելի խորությամբ զգալ այդ բեռը եւ տանել։ Օրինակ Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչ ասում։ Ասում է, եթե մեկը Ադամի մեղքի իրենը չհամարի եւ ողջ մարդկության գործած մեղքերի համար ապաշխարության հոժարություն չունենա, ինչպես կարող է արդարանալ։ Բայց Նարեկացին այդպիսի բան կարող էր ասել, որտեղ ինքը զգում էր այդ բեռը, այդ ծանրությունը եւ ինքը կարող էր դա տանել, ինչու որտեղ աղոթում էր։ Բայց մեր ծնողների մոտ այսա խիստ պակասում է։ Այո, իրենք զգում են իրենց զավակների ծանրությունը, բեռը, թե ֆիզիկականն են զգում, այսինքն թե հիվանդությունը, թե դժվարությունը եւ թե հոգեվոր ծանրություն են զգում, երբ որ երեխան մեղքի մեջ է կամ երբ որ Աստծուց հեռացած է կամ նեղության մեջ է, իր հանցանքի համար նեղության մեջ է։ Այդ ամբողջ բեռը մեր ծնողները հաստատ զգում են, հատկապես հայ ծնողը, անտարբեր չի, սրտացավ է, բայց չեն հանձնում Տիրոջ, աղոթել չգիտեն, լացել գիտեն, շատ են լաց, տանջվում են, չարչարվում են, բայց այդ արտասուքի հետ գիտակցված աղոթքը քիչ է, չեն աղոթում, չեն հանձնում Տիրոջը, չեն թեթևանում, այն Նարեկացու խոսքի համաձայն ամպում են, բայց չեն անձրևում, երկնում են, բայց չեն ծնում, փրկության հոգի չեն ծնում, չեն խաղաղում։ Նարեկացին կարող էր նախահոր մեղքերի եւ ողջ մարդկության մեղքերի համար մտածել, բայց աղոթքով հանձնել Տիրոջը, հաղթահարել, բայց մենք մտածում ենք ու չենք հաղթահարում։ Ուրեմն խիստ կարևոր է, թե մենք ինչպես ենք հիշում մեր զավակների, մեր հարազատ բարեկամների նեղությունը, դժվարությունը, իրենց ծանր վիճակը։